MacBook-ի 10 անվճար ծրագիր, որ Apple-ը ի սկզբանե պետք է ունենար իր համակարգիչներում։ Apple ինչու՞մն է խնդիրը։ Այս ծրագրերը ես ամեն օր օգտագործում եմ իմ առօրյայում, պրոֆեսիոնալ աշխատանքում, շարունակեք նայել, որովհետև վստահ եմ ծրագրերից մի քանիսը հաստատ կուզենաք օգտագործեք։ Վիդեոում նշվող ծրագրերի հղումները կարող գտնեք նկարագրությունում, որոշները կան App Store-ում, որոշները ծրագրավորողի կայքում։ Այսինքն ծրագրերից մեկն է, որ իրոք չեմ հասկանում, ինչի մինչև հիմա ինտեգրված չկա Apple-ի համակարգիչներում, որ օպերացիոն համակարգի մակարդակով։ Ներկայացնեմ մի հատ խնդրեմ, որը ահավոր ներվայնացնում է ինձ ու վստահ եմ շատ Mac օգտագործողներին է։ Այս մենյուբարը ունի սահմանափակ տեղեր տարբեր ծրագրերի հավելումներ պահելու համար։ Ավելի շուտ ճիշտ կլինի ասել սահմանափակ երկարություն։ Ու այս սահմանափակումից հետո էլ ավել ծրագրեր տեղ չեն անում մենյուբարում, որը ահավոր ներվայնացնում է։ Կարող ասենք դու շատ ծրագրեր ունես ու ուզում ես լիքը ծրագիր տենաս այդտեղ։ Հա, Apple-ը ունի տենց մոտավոր իր լուծումը սրա համար, բայց անկեղծ ընդհանրապես դուրս չի գալի, բոլոր ծրագրերը չեն երևում այդտեղ ու ոնց որ Apple-ի ոճի մեջ չի, որակա պակասում։ Ուստեղ մեզ օգնության է գալի այս հոյակապ ծրագիրը, որը կոչվում է Ice, որը տալիս է հոյակապ լուծում այս խնդրին։ Ավելացնում է նոր բացվող մենյուբար, որտեղ մենք կարանք պահենք ինչ ծրագիր որ ուզենք։ Չկա որևէ նշված սահմանափակում։ Ես այդտեղ հիմնականում պահում եմ մի քանի ծրագիր, Mac-ի մասին ստատիստիկ տվյալներ։ Հա, սրանման ծրագրեր էլի կան, բայց շատերը ուղղակի կարելի ասել ծրագրերը բացզտում են կողք ու խնդիրը որպես այդպեսին չեն լուծում։ Քանի որ նոր Mac-երում այս notch կոչվող հատվածը ուղղակի խանգարում է դրան։ Իսկ Ice-ը ուղղակի ստեղծում է նոր մենյու ներքևում։ Ծրագիրը անվճար է, ցանկության դեպքում կարաք ներբեռնեք ծրագրավորողի էջից ու եթե կուզենաք նաև կարաք նվիրատվություն տաք մարդու աշխատանքի համար։ Հերթական բանը, որը Mac-ում պետք է լիներ, դա ընդհանուր համակարգում մանրակրկիտ որոնումներ անելն է ուղղակի ֆայլի անունով։ Գիտեմ, կա Mac-ում, բայց вообще լավը չի, հա, Spotlight-ով փորձում ես ինչ-որ մի բան մանգաս, բայց անկեղծ եմ ասում, որ տենց չես հասկանում ոնց է, մեկ գտնում է, մեկ չի գտնում, իրոք անհասկանալի մի բան։ Ու էլի էս հնարավորությունը Apple-ի մակարդակին չի, քանի որ Apple-ը հայտնի է որպես տենց հեշտացված, ավելի պարզ համակարգ, բայց էսի ուղղակի թյուրիմացություն է։ Դրա համար ես գտել եմ մի հատ ծրագիր, որը Mac-ում որոնում է ամեն ինչ անկախ այդ ֆայլի տեղից։ Մենակ պետք է ֆայլի անունը ու всё, որ հասարակ ու հեշտ։ Նույնիսկ հնարավորություն կա որոնումներ անելու արտաքին կրիչներում, ասենք SSD-ում, HDD-ում, այդ ֆայլը կոչվում է Find Any File։ Ծրագիրը մաքսիմալ հասկանալի է ու լիքը ֆունկցիոնալ է։ Կարեք մանգակ թե անունով, թե extension-ով, թագերով, մանգակ ֆայլեր, որոնք պարունակում են ձեր ուզած անունը կամ հենց այդ անունով ֆայլերն են, հնարավորությունները ոնց տեն մեկ շատ են։ Այս ֆորմանը հատվածում գրում ենք ֆայլի անունը, որը մեզ պետք է ու սեղմում find։ Ծրագիրը գտնում է բոլոր ֆայլերը, այս դեպքում որոնց մեջ կա նշված անվանումը։ Նույնիսկ գտնում է թաքնված ֆայլերը։ Հետո կարանք ֆայլի վրա աչք կլիկանենք ու սեղմենք reveal in finder։ Ու տենանք կոնկրետ որտեղ է գտնվում այս ֆայլը։ Կարծում եմ ձեր հետ էլ կլինի, որ արագ ինչ-որ ֆայլ եք սեյվանում, առանց նայելու թե որտեղ եք սեյվանում, ու всё, այդ ֆայլը կորեց։ Մենակ ֆայլի անունն եք հիշում, կամ ուղղակի նույնիսկ ինչ-որ հին ֆայլ եք ուզում մանգակ, ֆայլի անունը հիշում եք, բայց չգիտեք որտեղ է։ Ահա որ հարմար բան է, ուղղակի գրում եք ֆայլի անունը ու ինքը գտնում է ընդհանուր համակարգում, թե այդ ֆայլը որտեղ է գտնվում։ Դե որ անկեղծ չեմ հասկանում, ինչի սա չկա ինտեգրված Mac-երի մեջ, որ պետք է սա լինի։ Ծրագիրը կարաք ներբեռնեք App Store-ից կամ ծրագրավորողի էջից, App Store-ում անվճար չի, բայց ծրագրավորողի էջում անվճար փորձելու հնարավորություն կա։ Ուրեմն այս ծրագիրը, սա ավելի շատ դաժե ծրագիր էլ չէ, էսի utility է։ Լուրջ եմ ասում, հենց նոր եմ հասկանում ինչքան բան պետք է լիներ Mac-ում ու չկա։ Տեքստը գրելուց եմ հասկացել, անկեղծ եմ ասում։ Եկեք խոսանք monitor control-ից։ Կարծում եմ իմ նման շատերն են Mac օգտագործում մոնիտորի հետ։ Ու Mac-ը ունի մի հատ խնդիր, ինքը չի կարող կառավարի մոնիտորի կարգավորումներ, ասենք լույսը, ձենը, եթե ձեր մոնիտորը ունի բարձրախոսներ։ Օրինակ ես օգտագործում եմ LG 32UN 880 մոնիտորը, ու ինքը ունի բարձրախոսներ։ Երբեմն սովորական վիդեոներ նայելուց այս մոնիտորի բարձրախոսներն եմ օգտագործում։ Որ ես ինչ ձեն չի, բայց համենայն դեպս, ու երբ ուզում ես Mac-ով կարգավորես այդ ձենը, չի ստացվում։ Ու դրա համար մեզ օգնության է գալիս monitor control հավելումը, որ ծրագիր էլ չի, հա, utility է, հավելում է, որը մեզ թույլ է տալիս անել այդ ամեն ինչը շատ հարմար ու հեշտ ձևով։ Ես միշտ մոնիտորը Mac-ին միացնում եմ USB-C լարով, շատ հանգիստ աշխատում է, նույնիսկ փորձել եմ HDMI լարով էլ ուղիղ միացմամբ հանգիստ աշխատում է, բայց այս են բաներից է, որը դուք պետքա
ձեր Mac-ի հետ փորձեք, ձեր մոնիտորի հետ փորձեք, տնեք կաշխատի թե չէ։ Վստահ չեմ, որ բոլոր մոնիտորների հետ աշխատելու է։ Բայց քանի որ սա իմ կյանքը շատ է հեշտացնում, դրա համար ընդգրկել եմ այս ցանկում։ Ինքը կարող եմ քիչ վախենալու settings-ներ ունենա, բայց ֆունկցիոնալը աշխատում է ոնց պետք է։ Ու եթե sense բան ման է գալիս, խնդրեմ վայելեք։ Ծրագրի light տարբերակը կարաք ներբեռնեք App Store-ից, իսկ լիարժեք տարբերակը GitHub-ից։ Ոնց արդեն նշել էի, բոլոր հղումները կարաք գտնեք նկարագրությունում։ Քանի որ ոնց նշեցի, ես Mac-ը միշտ օգտագործում եմ մոնիտորին միացված USB-C լարով, ինքը լիցքավորվում է մինչև 100%, որը ասեմ մարդկոցի համար այդքան է լավ չի, կյանքի տևողությունը քչացնում է։ Ու ես սրա համար օգտագործում եմ մի հատ տարօրինակ անունով ծրագիր, որը կոչվում է Aldente։ Ու իր ֆունկցիոնալը շատ հասարակ է, կայանում է մի բանում Mac-ի լիցքավորման վրա սահմանափակում դնելը։ Ու եթե դուք էլ ինպես օգտագործում եք Mac-ը միշտ միացված մոնիտորին ու լիցքավորվում է Mac-ը, խորհուրդ կտամ օգտագործեք սա ու դնեք 80% լիմիտի վրա։ Ծրագիրը ունի վճարովի տարբերակ, որում կան վիջետներ, տարբեր ֆունկցիաներ, որոնք ինձ այդքան էլ չեն հետաքրքրում։ Բայց այս ծրագիրը օգտագործելուց կա մի հատ կարևոր բան, որը ես հասկացել եմ, հայտնաբերել եմ ուսումնասիրություններով, դա պետքա ժամանակ առ ժամանակ մարդկոցը կալիբրովկա անես։ Ու նույնիսկ վճարովի տարբերակում կա նմանատիպ ֆունկցիա, որը ավտոմատ անում է կալիբրովկան, բայց կարելի է ուղղակի ամեն ինչ անել առանց այդ ֆունկցիայի։ Մարդկոցը լիցքավորում եք 100%, այս ծրագրի օգնությամբ իջացնում եք 20%, հետո լիցքավորում էլի 100%, մոտավորապես մի ժամ թողնում տենց 100% լիցքավորված ու իջացնում 80% լիմիտը։ Սա հիմնականում անում են նրա համար, որ Mac-ի մարդկոցի կառավարման համակարգը չմտածի, որ մարդկոցի հետ ինչ-որ մի բան ինչի ու չի կարողանում 80%-ից ավելի լիցք վերցնի ու արդյունքում կարող է սխալ տոկոսներ ցույց տա մարդկոցի համար։ Եթե ծրագիրը օգտագործում եք, հիմնականում խորհուրդ են տալիս անել կալիբրովկան։ Ես որ իրոք չեմ հասկանում, ինչի Mac-ի մեջ նախապես չկա սահմանափակում դնելու հնարավորություն, քանի որ iPhone-ներում կա, չգիտեմ, երևի Mac-ի ու iPhone-ի թիվերը իրար հետ ունեն։ Ծրագիրը կարեք ներբեռնեք ծրագրավորողի էջից։ Հաջորդը Notion-ը։ Գիտեմ, սա սմարթֆոնի 10 անվճար ծրագրերի վիդեոում նշել եմ, բայց ինքը այնքան լավն է, որ էլի պետք է նշեմ։ Այդեպ, ով չի նայել այդ վիդեոն, էսի վերջացնելուց հետո կարեք հաջորդը էդի նայեք։ Notion-ը իմ համար որ լավագույն նոթեր անելու ծրագիրն է։ Ասենք, եթե ուզում եք տեքստեր գրեք, հիշեցումների համար օգտագործեք, ուսանող եք ու ձեր ուսանողական կյանքը կազմակերպելու համար նմանատիպ ծրագիր ա պետք, թմային աշխատանք կարեք կազմակերպեք, հաշվապահություն պահեք, կարճ ասած կարեք լիքը բաններ կախվածած ձեր երևակայությունը։ Notion-ը այնքան հանրահայտ է, որ իր օգտագործման մասին լիքը YouTube-յան ալիքներ կան, որտեղից կարեք հետաքրքիր գաղափարներ վերցնեք ու հարմարացնեք ձեզ։ Նաև ունի AI օգնական, որը կօգնի ձեզ ձեր մտածածը կառուցեք Notion-ի մեջ։ Notion-ը շատ հայտնի է իր դատա բազաներով, որտեղ կարեք պահեք, ասենք, հաճախորդների մասին ինֆորմացիաներ, վիդեոների մասին ինֆորմացիաներ, օրինակ ոնց ես եմ անում։ Այստեղ կարեք թմային աշխատանքներ կառուցեք ու ասենք ինչ-որ առաջադրանք տակ թմակցին։ Նշեք Notion-ում իրան ու իր մոտ դա կերևա։ Շատ կերկարի այս վիդեոն, որ Notion-ի ֆունկցիաների մասին պատմեմ, հաշվի առնելով, որ բոլոր ֆունկցիաներին մեծ չի ես եմ տիրապետում, ինքը որ մեծ ֆունկցիոնալով ծրագիր է, ուղղակի փորձեք կհասկանաք, հետո գաք շնորհակալություն տվեք։ Ծրագիրը կարեք ներբեռնեք ծրագրավորողի էջից։ Իսկ եթե մինչև ստեղ նայեցիր, ապրե, շնորհակալ եմ քեզ, շարունակի նայել, որովհետև ամենահամով ծրագրերը դեռ առջևում են ու եթե չես բաժանորդագրվել, բաժանորդագրվի, լայք, զանգակի վրա սեղմել, մեքենաբանությունում մի հավես բան գրի, որ իմանամ մինչև ստեղ նայել ես, չգիտեմ։ Սրտի կամ ինչ-որ մի բարեմաղթանք։ Հաջորդ օգտակար ծրագիրը, որը ահավոր հեշտացրեց իմ պրոֆեսիոնալ աշխատանքը, դա Post-haste-ն է, որը ի դեպ էլի մտածում եմ, որ պետք է ի սկզբանե լիներ Mac-ում։ Ծրագրի ֆունկցիոնալը կայանում է նրանում, որ կարեք ստեղծեք նախապես անվանված, դասավորված ֆայլերի ու ֆոլդերների մի համակարգ, ու հետո դա մի հպումով ստանաք ձեր ցանկացած վայրում։ Ասեմ, սա շատ թույն բան է պրոֆեսիոնալ աշխատանքի համար, հատկապես եթե դուք տենց խորացած եք, որ ամեն ինչը պետք է դասավորված լինի, իր տեղում լինի, տենց պերֆեկցիոնիզմով տարապում եք, որ լավն է։ Օրինակ բերեմ, ես իմ վիդեոները սարքելուց սիրում եմ, որ ամեն ֆայլ իր տեղում լինի, ու ճիշտ հերթականությամբ։ Ու ծրագրում արդեն ունեմ իմ նախընտրած դասավորվածությունը։ Ոնց տեսնում եք, ֆոլդերները իրանց անուններով։ Նոր ձևանմուշ սարքելու համար սեղմում ենք այս ներքևի պլյուսի վրա, ընտրում անվանում ու հետո աջ կողմի վրա գտնվող պլյուսով ավելացնում նախապես պատրաստված ֆայլ կամ ֆոլդեր, նույնիսկ ցանկության դեպքում կարող օգտագործեք ձեր անձնական ֆայլերը։ Երբ ամեն ինչ ձեզ դուր է գալիս, գնում ենք New Project ու ստեղ ընտրում մեր ձևանմուշը։ Տալիս անուն, ամսաթիվ ու սեղմում Create Project։ Ու ֆոլդերների ֆայլերի կրկնօրինակը նույն հերթականությամբ, նույն դասավորվածությամբ եւ անուններով կհայտնվեն ձեր ցանկացած վայրում
ձեր ուզած անունը։ Շատ հարմար ու հասկանալի ծրագիր է ու հա, գիտեմ, որ կարելի է առանց սրա էլ նմանատիպ բան անել, բայց ծրագիրը ամեն ինչ ավելի է հեշտացնում։ Ու իրեն կարեք ներբեռնեք ծրագրավորողի էջից։ Mac-ով սկրինշոթեր անելը հարմար է, բայց կան ծրագրեր, որոնք այս process-ը բարձրացնում են մի ուրիշ մակարդակի։ Ու սրանցից մեկը Shooter-ն է, որը ես անձամբ օգտագործում եմ։ Ծրագիրը թույլ է տալիս էկրանի սպეციფიկ հատվածը սկրինշոթ անել, ամբողջ էկրանը անել, ասենք web page-ը սկզբից մինչև վերջ սկրինշոթ անել։ Սկրինշոթից հետո կարաք նկարները թեթև edit անեք, ասենք ավելացնեք տեքստ, տարբեր երկրաչափական ֆորմաներ ավելացնեք, լուր անեք տեքստի ինչ-որ մի մաս, highlight անեք, լիքը հետաքրքիր բաներ։ Ու Shooter-ում կա մի հատ ֆունկցիա, որը ես ամեն օր օգտագործում եմ ու շատ հարմար ու լավ բան է, դա սկրինշոթերի վրայից տեքստ ճանաչելու հնարավորությունն է։ Քանի որ երբեմն կայքերում չի լինում տեքստը copy անել կամ ուղղակի վիդեոյի վրա ինչ-որ տեքստ է լինում, պետք է լինում դա copy անել։ Ուղղակի տեքստը screenshot ենք անում, սեղմում ես նշանի վրա ու տեքստը ավտոմատ հայտնվում է մեր clipboard-ի վրա։ Հետո կարանք paste անենք տեքստը որտեղ ուզենք, որպես սովորական տեքստ։ Եվ որ հայտնաբերեցի այս ֆունկցիան, մտածում եի իմ ինչու հիմա չգիտես դրա մասին։ Ու հա, ծրագիրը կարաք ներբեռնեք ծրագրավորողի էջից։ Okay, այս ծրագիրը մի ձև կարամ նկարագրեմ, դա շվեյցարական դանակ MacBook-ի համար։ Ու ես այս ծրագիրը հայտնաբերել եմ, երբ ինքը հենց բետա տարբերակում էր։ Shortcut-ի օգնությամբ կանենք էկրանի ցանկացած հատվածում կանչենք interactive ring menu, որտեղ կարաք տեղադրեք լիքը օգտակար shortcut-ներ։ Ու մի հպումով կարաք անեք գործողություններ, որը այլապես կարող պահանջեր բազմաթիվ քլիկեր ու տպագրություն։ Կարաք գործարկեք տերմինալի կոմանդներ, բացեք ֆոլդերներ, մի քանի կոճակի սեղման իմիտացիաներ անեք։ Այս ֆունկցիան ես շատ եմ օգտագործում իմ պրոֆեսիոնալ աշխատանքում, քանի որ երբեմն կան shortcut-եր, որոնք ժամանակ առ ժամանակ պետք են գալի, բայց երկար են չի լինում մտապահել, քրս ուղակի դնես այս մենյուում ու մի քլիկով այդ shortcut-ը գործարկես։ Կարեք սարքեք բազմաթիվ կոճակների սեղման շարք, մեկ սեղմելով ամբողջական տեքստ paste անեք, URL-ներ բացեք, եւ որ անկեղծ ասում եմ, չկա ավելի լավ բացատրություն այս ծրագրին, քան շվեյցարական դանակ MacBook-ի համար։ Ու ամենալավը, որ կարեք տարբեր ծրագրերի համար տարբեր ring մենյուներ սարքեք։ Եվ որ իրոք չեմ պատկերացնում իմ պրոֆեսիոնալ աշխատանքը առանց այս ծրագրի։ Մոտ մի 10x արագացնում է աշխատանքի process-ը։ Ու այս բոլոր ֆունկցիաներին կարեք տակ անհատական անուններ ու նշաններ, որ ավելի հեշտ տարբերեք իրենց։ Ծրագիրը ունի բազմաթիվ մենյուների թեմաներ ու եթե բացեք այս թեմաները, կտնեք, որ ստեղ ունեմ իմ անձնական պատրաստած թեման, որը ծրագրավորողը ընդգրկել է ծրագրի հիմնական տարբերակի մեջ։ Ինքը open source ծրագիր է, որ հենց բետա տարբերակում էր, մտածեցի կարելի է ինչ-որ Mac-ի ոճի մեջ մի բան պատրաստել, սարքեցի, ծրագրավորողին էլ դուր եկավ, ինձ էլ լավ որ դուր եկավ ու ընդգրկվեց հիմնական տարբերակի մեջ։ Ծրագիրը տվյալ պահին անվճար է ու կարաք ներբեռնեք GitHub-ից։ Համակարգչում պրոֆեսիոնալ մակարդակի նկարներ էդիտ անելու ամենալավ անվճար ծրագիրը իմ համար Affinity-ն է։ Իրականում ծրագիրը մինչև մի քանի ամիս առաջ վճարով էր, բայց երբ Canva-ն առավ Affinity ընկերությունը, ծրագիրը դարձավ վիդեոովին անվճար։ Ու ինքը կազմում է մի քանի ծրագրերի համադրություն։ Կարելի է որպես համեմատություն ասել ինքան Photoshop-ը, Illustrator, Lightroom։ Հա, հասկանում եմ, Photoshop-ով աշխատող պրոֆեսիոնալները կասեն, չէ, լավը չի կարա փոխարինի Photoshop-ը անկեղծ չեմ վիճում, բայց եթե նոր եք սկսում, ձեզ պետք է պրոֆեսիոնալ ու անվճար ֆոտո էդիտ ծրագիր ու առանց ինչ-որ տեղերից հակարած Photoshop-ներ քաշելու, ինչ-որ անհասկանալի բաներ անելու, Affinity-ն ամենալավ տարբերակն է։ Իրանով կարելի անել շատ բաներ, նկարներ կտրել, գույները փոխել, տեքստեր ավելացնել։ Չեմ կարող բոլորը թվարկեմ, որովհետև ծրագիրը ահավոր շատ պրոֆեսիոնալ ֆունկցիոնալ ունի։ Իրոք լավ մտածված ծրագիր է ու իմ գնահատմամբ այդքան էլ չի զիջում Photoshop-ին։ Ես իմ YouTube-յան վիդեոների նկարներ անում եմ հենց Affinity-ով ու ահավոր գոհ եմ։ Ծրագիրը կարեք ներբեռնեք ծրագրավորողի էջից։ Իհարկե ամենահամով ծրագիրը թողել եմ վերջում, հիմա ես ասածը շատ խնդրահարույց կհնչի, գիտեմ շատերին դուր չի գա, բայց մեկը ասելու եմ, վիդեո մոնտաժի ամենալավ ծրագիրը տվյալ պահին դա DaVinci Resolve-ն է։ DaVinci-ն ունի վճարովի ու անվճար տարբերակ ու ամենահետաքրքիրը այն է, որ իր անվճար տարբերակ իր ֆունկցիոնալով կհերիքի երևի թե 90% օգտագործողներին։ Ունեք, իրոք, DaVinci-ն ու Affinity-ն իրար հետ տվյալ պահին լավագույն գործիքներն են YouTube-ում պրոֆեսիոնալ content ստեղծելու համար
առանց մի կոպեկ ծախսելու։ Այն որ ախը որտեղից սկսեմ։ DaVinci-ով կարելի է անել ամեն ինչ՝ հասարակ վիդեո մոնտաժ, պրոֆեսիոնալ վիդեո մոնտաժ, motion design նոթ համակարգով, ձայնային մշակում, գույնային կորեկցիա։ Ու այդեպ DaVinci-ն ի սկզբանե եղել է հենց գունային կորեկցիայի ծրագիր։ Ունեցա որ գունային կորեկցիայի ասպեկտում իրան ոչ մի ծրագիր չի անցնում, համենայն դեպս ես դա հասկացել եմ իմ ուսումնասիրություններով, եթե ինչ-որ ուսումնասիրություն դուք ունեք կամ ինչ-որ ծրագրից դուք եք օգտվում, գրեք մեկնաբանություններում քննարկենք, հասկանանք ուրիշ ինչ լավ տարբերակներ կան, բայց չեմ կարծում DaVinci-ից լավ տարբերակ կլինի, քանի որ նույնիսկ Հոլիվուդում են օգտագործում DaVinci-ն պրոֆեսիոնալ գունային կորեկցիա անելու համար։ Այն որ ես այնքան սիրահարվեցի այս ծրագրին, որ առանց մի րոպե մտածելու գնացի այս ծրագրի վճարովի ստուդիո տարբերակը։ Իրոք սա ամենամակերեսային ներկայացումն էր DaVinci-ի մասին, ահա որ մեծ ֆունկցիոնալով ծրագիր է, YouTube-ում կան առանձին ալիքներ, որոնք հենց պատմում են DaVinci-ի մասին, ու անկեղծ, եթե դուք ուզում եք զբաղվեք պրոֆեսիոնալ մոնտաժով, ուզում եք զբաղվեք YouTube-ով, տվյալ պահին ամենալավ անվճար տարբերակն է DaVinci Resolve-ը։ Մեկնաբանություններում քարկոծումից խուսափելու համար նշում եմ իմ գնահատմամբ։ Ու էլի, իմ բոլոր վիդեոները ես մոնտաժում եմ DaVinci Resolve-ում։ Իրեն կարաք ներբեռնեք համ ծրագրավորողի էջից, համ App Store-ից, ու ոնց նշեցի, բոլոր այս ծրագրերի հղումները կարաք գտնեք նկարագրությունում։ Ապրեն բոլորը, ովքեր նայեցին մինչև վերջ, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Շարունակեք նայեք, որտեվ շատ հետաքրքիր է լինելու, վստահ եմ ծրագրերից ոմանք, որոշը, ծրագրերից ոմանք